հուլիսին Եվրոպական միության խորհուրդը ընդունեց Հայաստանին խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցություն տրամադրելու եւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ որոշումներ, հատկապես վիզաների ազատականացման մասին մենք բոլորս տարիներ շարունակ խոսել ենք, ահա ունենք պաշտոնական գործընթացի ուրեմն երկխոսության մեկնարկը, կրկին որպեսզի ակնկալիքները ճիշտ ձևավորենք, սա մեկնարկն է միայն այդ երկխոսության, մենք կանենք մեր լավագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի այդ երկխոսությունը արագ, դինամիկ, հնարավորինս ընթանա, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք գործընթացի հետ եւ այնպես չի, որ հաջորդ ամիս կունենանք արդեն արդյունքներ, սովորաբար տարիներ են տևում այս process-ները։ Խաղաղության եվրոպական գործիքի վերաբերյալ էլ ասեմ, որ սա առաջի անգամ էր, աննախադեպ էր, այս պահին էլ Եվրոպական միությունում համապատասխան ուրեմն օղակներում քննարկվում է այս տարի եւս մեզ այդ գործիքի ներքո աջակցություն տրամադրելու հարցը Եվրաջաստի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրվեց, սա նորից ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի եւ կընդլայնի մեր համապատասխան իրավապահ համակարգերի միջև գործակցությունը չափազանց կարևոր փաստ 2024 թվականին ուրեմն շարունակել է իր գործունեությունը Հայաստանի Ադրբեջան միջպետական սահմանի երկայնքով ուրեմն Եվրոպական միության քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը 25 թվականի հունվարի 30-ին արդեն տեղյակ եք այս տարի սկզբին ուրեմն Եվրոպական միության որոշմամբ առաքելության գործունեությունը երկարացվեց եւս 2 տարով Եվրոպական միությունը 24-27 թվականների համար ուրեմն ներկայացրեց դիմակայունություն եւ աճ ծրագիրը, այս ծրագիրը միտված է Հայաստանի տնտեսական, էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումային հոսքերի խթանմանը, հիշում եք, մենք Եվրոպական միության հետ ունենք մեր SEPA համաձայնագիրը, որը դեռևս ուրեմն իրականացնելու ահագին ճանապարհ ունի անցնելու, բայց այս ծրագիրը օրինակ դիմակայունություն եւ աճը գալիս է ինչ-որ առումով լրացնելու, ինչ-որ առումով ընդլայնելու, լայնացնելու SEPA համաձայնագիրը կա նաեւ երրորդ փաստաթուղթը, որը քննարկվում է մեծամասամբ համաձայնեցված եւ առաջիկայում հուսամ ավարտենք աշխատանքների եւ կհանրայնացնենք Հայաստան Եվրոպական միություն նոր գործընկերության օրակարգ կոչվող փաստաթուղթը ահա այս 3 հիմնական փաստաթղթերի իհարկե SEPA-ն վավերացված բոլոր անդամ երկրների կողմից ավելի ինստիտուցիոնալ, բայց այս 3 փաստաթղթերով մենք կշարունակենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ